Ամերիկացի միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել ստեղծել ԱՄՆ ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ, հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության։ Հուսով եմ, որ համաձայնություն կլինի, որ եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է անցնեն իմ կարծիքով իդեալականորեն զրոյական մաքսատուրքերի իրավիճակի, ըստ էության ստեղծելով ազատ առևտրի գոտի, ասել է նա։ Գործարարը նաեւ նշել է, որ ԵՄ-ում տեղաշարժի եւ աշխատանքի ազատությունը պետք է տարածվի նաեւ ԱՄՆ-ի վրա։ ԱՄՆ կոնգրեսում ցանկանում են իմպիչմենտ հայտարարել գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Համապատասխան հայցի ներկայացման մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Էլ Գրինը։ Գրինը համոզված է, որ Թրամփը չպետք է լինի պետության ղեկավար։ Մեզ պետք է սենատ, որը կդատապարտի նրան այս անգամ, ասել է կոնգրեսի ստորին պալատի անդամը։ Գրինն ընդգծել է, որ Թրամփն արժանի չէ լինել Միացյալ Նահանգների առաջնորդը եւ հավելել, որ առաջիկա 30 օրվա ընթացքում իմպիչմենտ է հայտարարելու նրան։ ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան Չինաստանին, այլ ոչ թե Ռուսաստանին դիմակայելու համար։ Ռուսական վերլուծաբանները խոսել են Ուկրաինայում ԱՄՆ-ի իրական նպատակների մասին։ Նշվել է, որ ՉԺՀ-ի զսպումը Վաշինգտոնի ամենամեծ եւ երկարատև մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ Մոսկվայի հետ դիմակայությունը հետին պլան է մղվել։ Կառավարելով Ուկրաինան ընտրովի օգնության, այլ ոչ թե ուղղակի երաշխիքների միջոցով, Վաշինգտոնը հսկողության տակ է պահում Ռուսաստանին, առանց իրեն անհարկի ռիսկի ենթարկելու։ Սա թույլ է տալիս Միացյալ Նահանգներին պահպանել ռեսուրսներն ու ճկունությունը Հնդ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար, որտեղ իր գլոբալ գերակայության դեմ ավելի անմիջական մարտահրավերների է բախվում, ասել են փորձագետները։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները գրոհել են հարավային Լիբանանի սահմանամերձ բնակավայրերը։ Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները։ Իսրայելական ուղղաթիռը ռմբակոծել է Այտա Ալ-Շաաք քաղաքը, ասվում է հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով հարձակման է ենթարկվել նաև Ան-Նակուրա քաղաքը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է երկրի զինված ուժերին մարտական բարձր պատրաստակամության վիճակի բերել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով անանուն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի է բերել, ասվում է հայտարարության մեջ։ Նախորդին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր Վաշինգտոնի հետ հավասար երկխոսության Թեհրանի պատրաստակամության մասին։ Ելույթ ունենալով կաբինետի անդամների հետ, Փեզեշքյանն ընդգծել էր Իսրայելական Հանրապետության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների ցանկության մասին։